մի դեպք էլ կա, որը շատ ազդեց բանի զորահանդեսի սցենարի վրա, որովհետև ի սկզբանե մեր զորահանդեսի սցենարն էր, որ սպառազինությունը զորքը հանրապետության հրապարակով պետքա դուրս գա եւ հեռանա գնա։ Բայց Էրեբունի վարչական շրջանում Երևանի մի քաղաքացու հետ, երբ որ խոսակցության բռնվեցինք, եւ ինքը էլի խոսում էր, որ բանակը քայքայվեց, էս եղավ, այն աղավ, բանակ չկա, բանակ չունենք։ Ես ասացի, գիտեք, ինչ զորահանդես առնելու կգաք եւ կտեսնեք, թե ինչա տեղի ունեցել։ Ինքն էլ սենց մի հատ ռեակցիա տվեց, ասեց, հա գիտեմ ինչ եք անելու, հեսա բերելու եք բաները, մուլյաժները, մակետները, կամերաների դեմերը վազացնեք, տանեք, ոչ մեկ էլ գլխի չի ընկնի այդ ինչա։ Դրանից հետո ես որոշում կայացրեցի, որ սպառազինությունը հանրապետության հրապարակում անցնելուց հետո պետքա ոչ թե հեռանալ, պետքա մնա Տիգրան Մեծի պողոտայում, մինչև այդ օրը ժամը կեսգիշերը։ Կեսգիշերից հետո չենք կարող պահել, որովհետև հաջորդ օրը աշխատանքային օր է եւ քաղաքը ուղղակի կաթվածահար կլինի։ Չնայած ես տեսել եմ, որ արդեն ընդդիմությունը գիտեք ինչ ասում է զոր քապերում քաղաք, որ բան անի, չգիտեմ ինչ անի, հետընտրական, ինչ հետընտրական։ Հետընտրական process-ի մասին են խոսում։ Հայաստանում չի կարա լինի հետընտրական process։ Գիտեք ինչի, որովհետև հետընտրական process լինում է այնտեղ, որտեղ ընտրություններ են կեղծում, որտեղ ընտրություններ չեն կեղծում, իբնե չի կարող լինել հետընտրական process։ Իսկ Հայաստանում ընտրություններ չեն կեղծում։ Եթե ընտրություններ կեղծելու փորձանող կա, այդ ընդդիմությունն է, որը ընտրակաշառքներ է բաժանում եւ համատարած ձերբակալվում են։ Ես հիմա հասկանում եմ, որ իրանց հաշվարկը հիմա ուրիշ բան է։ Իրանք որոշել են համատարած ընտրակաշառք բաժանելու փորձ անեն, ինչքան կբռնվեն, ինչքան էլ չեն բռնվի, էլի քյարա։ Բայց ես հույս ունեմ, որ մեր իրապահ մարմինները կշարունակեն արդյունավետ գործել։ Ես առաջարկում եմ ծափահարել են մարմիններին, ովքեր ջարդում են ընտրակաշառքների շղթաները, ովքեր ջարդում են ընտրակաշառքների շղթաները։ Իսկ բանակի հետ կապված մի շատ ամենապատկերավոր օրինակը հետևյալն է։ Մեր 91 թվականից ի վեր մեր բանակի ամենահզոր հրետանին եղել է D30 հրանոթը, D30 պուշկան։ Ուրեմն D30 հրանոթը եղել է մեր բանակի հրետանու ողնաշարը։ Առաջին անգամ Հայաստանի բանակը գործարանային արտադրության D30 ստացել է 2023 թվականին։ Այսինքն 2023 թվականը առաջին տարին է, երբ որ D30 հրանոթ գործարանում արտադրվել է եւ առանց ուրիշների կողմից օգտագործելու, ուրիշի ձեռքով անցնելու, եկել հասել է Հայաստանի բանակին։ 2023 թվականից առաջ եւ բնականաբար 2018 թվականի դրությամբ մեր ամբողջ հրետանին եւ մեր զենք սպառազինության 70%-ը ոչ միայն նախկինում բազմիցս ուրիշների կողմից օգտագործված է եղել, այլև օգտագործելիության բոլոր ռեսուրսները սպառելու եզրին է եղել։ Դա անվանում են նիկոնդիցիոննի զենք, այսինքն այդ զենք, որ ըստ էության համարյա պիտանի չի։ Ահա այսպիսի բանակ եմ ես ժառանգություն ստացել նախկիններից։ Եվ նրանք խոսում են դեռ բանակը քանդելու մասին։ Հնարավոր չէր քանդել այն, ինչ որ ավերված վիճակում էր։ Եվ սա է իրողությունը։ Եվ գիտեք, ես ձեզ դա պետքա չասեմ, որովհետև այն մարդիկ, ովքեր ծառայել են բանակում, շարքային որպես զորակոչիկ, նրանք այդ ամեն ինչը գիտեն, եւ այդ ամեն ինչը տեսել են։ Եվ ուրիշ բան ասեմ, վաղը չեմ ուսորը մենք ցուցադրելու ենք նաև այդ նոր ձեռքբերված յուղը վրեն գործարանային արտադրության D30-ը, այսինքն դա նույն D30-ն է, բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, դուք տեսեք D30-ը մեր նախկին ամենահզոր հրետանային միջոցը մենակ չափերով, մենակ աչքաչափով, ուղղակի կհամեմատեք D30-ը մեր այսօրվա ունեցած հրետանիների հետ, եւ դուք կտեսնեք, թե ինչ է նշանակում բանակ ունենալ եւ բանակ չունենալ։ Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի քաղաքացիները հպարտություն են զգալու այդ բանակի համար, որովհետեւ այնտեղ զորահանդեսին դուք չեք տեսնելու ուրիշի կողմից օգտագործված զենքեր, ամբողջ զենքերը լրիվ նորեն գործարանային արտադրության
արտադրված են Հայաստանի Հանրապետության համար գործարանից մատակարարվել է ուղիղ Հայաստանի Հանրապետությանը եւ սա ոչ թե պատահականություն է, սա քաղաքականություն է, ինչպես մենք թույլ չենք տալիս մեր նորակառույց դպրոցները մտնեն հին հնամաշ աթոռներ, սեղաններ, չգիտեմ, տարբեր գույք, ինչպես մեր բժշկական կենտրոններում թույլ չենք տալիս որ մտնի հին հնամաշ գույք, այնպես էլ մեր բանակը պետք է ունենա միայն նոր եւ գործարանային արտադրության սպառազինություն եւ վաղը դուք կտեսնեք վաղը չեմ մյուս օրը դուք կտեսնեք նոր համազգեստով բանակ նոր համազգեստ եւ դաշտային նոր համազգեստ եւ տոնական նոր համազգեստ եւ մենք կտեսնենք նաեւ մենք այսօր արդեն տեսնում ենք ցավոք սրտի մենք ամրացված շրջանները տասնյակ ամրոց, մի քանի տասնյակ ամրոցները, որ հանրապետության տարբեր սահմանային հատվածներում կառուցված են, մենք դա չենք կարող բերել հանրապետության հրապարակում ցուցադրել, բայց այսօր մեր սահմաններին մի քանի տասնյակ ամրոցներ են կառուցված, որոնք փոխելու են ընդհանրապես եւ փոխել են արդեն Հայաստանի պաշտպանունակության վիճակը, ավելին ասեմ, Մայիսի 28-ից զորահանդեսին ցուցադրվելու են լրիվ նոր օտարերկրյա արտադրության գեր ժամանակակից սպառազինություն եւ տեխնիկա, բայց նաեւ Հայաստանի Հանրապետության արտադրության գեր ժամանակակից սպառազինության տեխնիկա, որը արտադրված է Հայաստանի Հանրապետությունում եւ ես համոզված եմ դուք հպարտություն եք զգալու այդ զորահանդեսը տեսնելով